Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը մեկ օրից ավեր զրկված է լույսից եւ ջրից։ Այստեղ միտում տեսնում եք։ Մի 20 տարի ինքը մեզից զրկեց, թող մի օր էլ ինքը զրկվի, ոչինչ։ Վերտերում ենք, որ այսօրվա վարչապետի գործերն է սա։ Ինչու եք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Գարուն, նա ջնջումա Ղարաբաղյան շարժումը։ Հաշվեն կարում դա։ Պատժում եք Այո։ Չեմ կարող ասել։ Ես չեմ կարող ասել։ Ոչ մի բան չեմ կարող ասել այդ առումով։ Չէ։ Ինչու։ Իսկ որ մեր տրներն են ջրից եւ լույսից զրկված, դուք դրա մասին խոսում եք, դուք խոսում եք դրա մասին, որ մոտ 50%-ը մեր ազգաբնակչության աղքատության շեմինքի անցել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը թողեն ցուրտումուտ տարիները հիշի եւ ասի իրարից պարտկառեք եւ այդպես ապրեք։ Գիտեք, նա այսօր երևի ամենակիչն է բոլորին հետաքրքիր։ Չլսեցի ինչ եք ասում։ Լևոն Պետրոսյանից ինչ գործուն եք։ Առանձնատունը զրկված է մեկ օրից ավել լույսից եւ ջրից։ Արդեն միացրել են։ Չեմ կարծում։ Տեսնում եք։ Այնքան եմ շտապում չեք պատկերացնի, բայց տեսնում եմ, միանշանակ։ Ամեն ինչ կանեն, միայն ստեղծեն պրոբլեմ։ Նրանք պետքա հեռանան, ոչրագործները, ներքին։ Կարող է եւ դիտավորել արածել են։ Հիմա երկիրը իրանցն է, ինչ ուզեն կանեն։ Ահա, չգիտեմ, գիտեք ինչ է տակչում։ Ենք ասում են դիտավորյալ է, դիտավորություն է։ Համամիտ եք։ Չեմ հավատում։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է։ Չէ։ Ինչի պիտի տեսնեմ, որ այդտեղ միտում կա դիտավորություն։ Էս շատ մրտ շատ բան է ասում, հետո դա բան չի նշանակում։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ հետաքրքրում։ Բարի ջան, կտեսնեի բաց այսքանի ամիսա, տնից էլ դուրս չեմ գալի օպերացիա բան եմ եղել, Սանդեր, դե չէ, конечно,